Դուք ինչ մասնակետ եք եւ արդյոք իրավապահների գործողությունների հետևանքով վտանգի չեն ենթարկվում գործարանի աշխատանքների հետագա ընթացքները կամ էկոլոգիական խնդիրներ առաջանալ տարածքում, խնդրում եմ Ես ինժեներ տեխնոլոգ եմ, իմենը ցեմենտի կապակցող նյութերի, ավարտել եմ Բելգորոդի տեխնոլոգիական ինստիտուտ եւ իմենը ցեմենտագործ եմ։ Այո, կարող է մեծ վտանգներ լինի, եթե աշխատում վառարան, ուրեմն ամեն աշխատակից իր տեղում պետք է այստեղ աշխատեն 24 ժամ։ Հումքը որ մտա վառարան, նախ վառարանում է 1450 ջերմաստիճան։ Այդ ջերմաստիճանի տակը եթե արդեն լրիվ հալույթը ստացվել է, ունի 6 գոտի, որը հալման գոտի, եթե հումքը մտել է հալման գոտի, եթե աստվածչանի վտանգ ալում, եթե արդեն ավարիայի բունալում, այդ ժամանակ մենք ունենք սպամագատելնի, բան որ իրանք լավան մեջից թափենք։ Իսկ եթե բանը իրանք բռնել են մի մաս ժողովուրդը բարձրացել են վերև, մի մաս ժողովուրդը մնացել են ներքև։ Այսինքն բոլոր այդ աշխատողները չեն կարող հասցնել բոլոր տեղերով նային։ Վառարանը ունի հենց 80 մետր մենակ վառարանն է եւ մինչեւ վերջ խալադելնիկ։ Այդ լրիվ տեղերը պետք է մարդիկ կանգնածել են, դապեշնոյ վրա կանգնածել են։ Այդ ժամանակ որ սկսել է սմենան ընդունել կեսը մնացել է վերև, կեսը բարձրացել է վեր։ Այսինքն բանվորների կեսը տեղում այլ է, կեսը տեղում չեն։ Հենց այդ ժամանակ էլ այդ ավարյան ստեղծեց։ Եթե ասենք բոլոր ժողովուրդը տեղալն են, իրանց տեղերում կանգնած, ավարյան կարող է գար սկսել, ավարյան, բայց նույն րոպեին դեմը առնային։ Իսկ մենք ավարյան սկսելուց հետո ավարյան սկսավ, ասեցին ավարիա լավ։ Այդ ժամանակ լավան մնամա մեջ, լավա։ Ասենք հալույթ։ Գիտած մեկ ինչ աշճան է այդ լավան որ մնաց մեջ մի քիչ հանգարտ դուրս կարողացար իրան թափել ներքև ինքը համ փեչը կծրվի համ բանդաժները կբարվի ամեն ինչ կարա ստեղծի բացի այդ էլ եթե հանգարտ այդ րոպեին հասավ պայթել էր եւ ահագին գազը կարա կտրի քաշելի ոնց բացատրեմ էսի ասենք եթե զապեշնու քաշում է գազը որը վառում է վառարանի մեջ ինքը պետք է քաշի հանի մտնոլոր իսկ եթե այդ զապեշնուն գցեց ասենք անջատվա թողոլա մեջ ու հանգարտ միացավ ինքը քաշելա դեպի ցիրկ գազը գնալա ցիկլոնով պայթում կարող է դելուղինը եւ ամբողջ ֆիլտրերը պայթի այդ իր վտանգնա որ պայթավ արդեն այդ ես ինչ կամ ժամանակապետ վերականգնեմ ֆիլտրերը որոնք վերև լուգն են ֆիլտրերը պայթեն որպեսզի մարդիկ հասկանան եթե գազը քաշի այսինքն որևէ մեկը չկար ներսում որ թեկուզ հակ վիճակում որևէ մեկը չէ բոլորը չկային Մեկը իր գործին էր, օրինակ օբժիգալը այն միսմենի օբժիգալը մնացել էր սպասում էր այս օբժիգալը, իսկ քանի որ ավտոբուսներ իրանց հետևից գալիս են, ժողովուրդը տեսել են որ հենա իր անգերը հետևից գալիս է, մեկ մասը անցել է, մի մասը մնացել է դուրսը, կեսին թողել են դուրս աշխատել Այն միսմենն էլ արդեն 12 ժամ աշխատել, պատրաստվել է որ դուրս գա։ Այս ընթացքն այլ այդ ավարյան տեղի ունեցել։ Ու լավ է հետո ժամը 11-ի մոտերքը նորեն մի օբժիգալն եկավ կամած դրեցին վիրապետքի, բայց բոլորովին չբանարեցին։ Այս օրերին է տեղի ունեցել։ Այդ ժամին, այդ րոպեին որ կես բանվորությունը բարձրացել, կես բանվորությունը մնացել է։ Հոսքա, էսի հոսքա։ Ամեն տեղ իր աշխատողը պետք է կանգնած լինի։ Մի վայրկյան եթե աշկը թերթեցին, մեծ ավարիայի բուն կստեղծվի։ Մեր օբժիգալները որ աշխատում են, կամ իրանց օգնականները որ աշխատում են ցիկլոններում ամենտեղ 13000-ից ավել կուբ գազավառում Եվ այդտեղ ասում 1450-ից 1550 աշճանալ դե պատկերացրեք ինչ լավ է ոնց որ ասենք թե հրաբուխ լինի ոնց որ հրաբուխի մեջ լավան թափի իսկ այդ լավան որ մնա վառարանի մեջ ինչ կլինի վառանը համ կծրվի համ բանդաժը կվնասվի համ տիրովքեն լրիվ շարքից դուրս կգա էլ չես կարող աշխատցնես Այդ նման բան չէր կարելի անել։ Էլի թողանեին, էլի բան չեմ ասում անի, բայց նախորդ մեզ ասեն, մենք եթե ուզում ենք վառարան կանգնեցնենք, մենք վիրը պետք է դնեմ։ Այսինքն բոլոր իրանց տեղերում են լինում եւ այդ լավան մենք վերում հանում ենք։ Իսկ հանձնաժողով չկա, օրինակ եթե որոշում են կայացրել, որ աշխատանքները պիտի դադարեցվի, արդեն Ինչ հանձնաժողովի հանձնաժողով չկա, որ Չէ, նույն րոպեին այլ է։ Նույն վարկյանի տակ այլ է։ Նկատի ունեմ, իրենք որևէ հանձնաժողով Որ ով իրենք Այդ փակողները Ես ինչ իմանամ, ես իմ աշխատանքին եմ ելել։ Ես իմ աշխատանքին եմ ելել, ես իմ համար սմեն ընդունել եմ, սկսել եմ աշխատել։ Ես չեմ մացել թե ինչ ալdım։ Ես ինչ իմանայի որ բանվորության կեսը դրսում է, կեսը ներսում է, ոչ մեկն էլ չի իմացել։ Ուղղակի տեղերում, բոլոր տեղերում մարդիկ չեն ելել կանգնած։ Հիմա որևէ մեկը որևէ բան ձեզ ասում է։ Ինչ ասեմ, ոչ բանը չեն ասում, ոչ մեկն մեզի պատասխան չի տալ։ 4 օր գործարանը փակած է, մենք չենք աշխատում, մենք եթե հարկադիր պարապորտ ենք ունենում, այդ ժամանակ մենք ստանում ենք
ներքևի աշխատավարձը գումարը ստանում ենք, այսինքն մինիմում։ Իսկ հիմա մենք ոչ թե հարկային պարապորտի մեջ ենք, այլ հենց կանգնած ենք, ում հաշվին ինչի համար 1000 բանվոր է 4 օրվա համար աշխատավարձ չի։ Իսկ տեկին կնշեք ինչպես եք պատրաստում ձեր իրավունքները պաշտպանել։ Ամեն տեղը գնալու ենք, այսօր ստեղից ենք սկսում, հետո կգնանք Երևան, ես չգիտեմ ուր, չգիտեմ, ճանապարհները կփակենք, մի բան տանենք, հո ժողովուրդը, այս քաղաքը Ալլատ քաղաքը 32 թվականին հիմնվել է Ալլատ ցեմենտ գործարանը սարքելու հիման վրա, որ սարքել են ներքևի գործարանը, սարքվել է նաև քաղաք, արդեն գոյացել է քաղաքը։ Իսկ եթե չլինի գործարանը, չի լինի քաղաքը, չէ լավ քաղաքը, չի լինելու ամբողջ գյուղատնտեսությունը, ամբողջ գյուղատնտեսությունը անգործություն, ով է առնելու իրանց ապրանքը։ Այսօր արդեն ժողովուրդը լացում են, ասում են բանը, երբ կստանանք փողերը, երբ կստանանք որ փողերը բերենք, որ առևտուր անենք։ Այսինքն այս իրավիճակից ստացվում է դժում են հասարակ ժողովուրդը։ Այո, հասարակ ժողովուրդը։ Այս 1000 հոգի որ կանգնած այդ սաղն է տուժելու է։ Իրանք ամսի 15-ին, 13-ին մեր աշխատավարձը բոլորն է վարկեր ունեն, հիպոթեքեր ունեն։ Հո բանկը կարող է Չվետ բանվորը իր աշխատա, այսօր եթե պեչատրել են, ոչ աշխատավարձա հաշվարկում, ոչ էլ ժողովուրդը աշխատավարձա ստանա, ինչ են անելու այդ ժողովուրդը, դու կարաք ընձի ասեք, կարա բանկը գա ասի լավ, ձեզ ներեմ եմ, ձեր գործարանը փակ այլ է, մենք չենք բանան, ներեմ ենք ձեր, կա տենց բան։ Բարձրաձայնեք ձեր պահանջը։ Իմ պահանջը, որ բացվի գործարանը մենք աշխատենք։ Իմ պահանջը այդ այլ է, ամբողջ կյանքում, որ Ծառուկյանը սկսել աշխատել, մենք կանգար 1000-ից մի անգամ մենակ ասենք ռեմոնտների ժամանակ ենք ունեցել, իսկ մնացած անընդհատ աշխատել ենք եւ ժողովուրդը այդ դրա հաշվին գնացել է հիպոթեկով տուն վերցրել, վարկեր են վերցրել, իրանց համար ամեն ինչ արել են, իրանց ույուտ են ստեղծել, բայց այսօր որտեղից մնա ինչ անելու է ժողովուրդը։ Մեր պահանջը որ գործարանն աշխատի, եթե չաշխատի ամեն տեղը գնալու ենք ճանապարհները փակելու ենք, ավտոների տակ է պարկելու ենք։ Այսինքն քաղաքական որոշումների պատճառով Ինչ գործ ունենք մենք քաղաքական գործեր հետ, թող մեր զավոդը աշխատեն, քաղաքական Չնայած ես չեմ կարող ասեմ, էսի ինչ հարց է։ Եթե մի անգամ սա գործարաններն ապակում, ես չեմ կարող ասեմ ինչ հարց է։ Ես այդ կամ քաղաքագետ չեմ, էլի որ տենց։ Ես տեխնոլոգիա եմ, իմ հարցով ասեք, ես սա պատասխանեմ։ Իսկ քաղաքական հարցերը ես չեմ կարող ասեմ, որտեղ Գործարանը այս ամեն ինչից ինչքան վնաս է կրում դուք որպես մասնագետ։ Ես որպես մասնագետ, ես բան չէ, ֆինանսիստ չէ, որ ասում ինչ կա։ Բայց թույլ չեն տվել, չէ՞, սարքավորումները անջատել ըստ էության այստեղ։ Անջատել թե ընդհանրապես թույլ չեն տվել, որ աշխատի։ Եթե գործարանի բանվորությունը դուրսն է մնացել, գործարանը ո՞նց կարող աշխատի։ Եթե դուռը փակվել է, 1000 տեղից հարցմիտ որ ես շշկռում եմ, առանց այդ չկա խելքը գալու։ Բանը Եթե գործարանի բանվորների կեսը փակած, դրսում կանգնած են, կեսը ներսում, ինչ ոնց կաշխատի գործարան։ Մի կերպ ասում եմ, մի կերպ այդ ավարյանները ստեղծելու մենք կանգնեցինք, մի կերպ։ Առողջությանն էլ էր վնաս։ Բա եթե ֆիլտրերը բայթեր ամեն ինչ լալելու է։ Գազա 13000 կուբամետր գազ։ Լավան է գալիս է, դե դեմն առ։ 1000 աշխատակից է, թե 1400։ Ես չեմ կարող ասեմ։ 1400 հավաքենք, տենց այդ բաներին չեմ տիրապետում, ես տիրապետում տեխնոլոգիան, ես հսկում եմ տեխնոլոգիան, որը ինձ շատ մեծ իմ համար շատ, ոնց ասեմ, շատ ցավալի էր այդ երևույթը, շատ ցավ, եթե նախորոք ասեին մեզ, մենք սիրուն կպատրաստվենք, սիրուն կդատարկենք փեչը, ամեն ինչ իրանց կհանձնեինք, իրանք եթե փակեն, մենք էլ լենք շոշերին կայնեինք, ինչ ում ձեռը ինչ կընկնի, ամբողջ ասենք 1000 հոգի դրանք էլ ընտանիք են, չէ՞, 3000 բանվոր, որ մնացողատում ձեռային չեն դնելու։ Շնորհակալություն։